Եթերով կնայեք ինչ անում կատվին։ Ուրիշ բան նա չի կարող ասել, նա մարդ չի։ Փոքր ինչ հավելումներ անեմ, ուրեմն առաջի ատյանի դատական ակտը, հա, որոշումը կապված էր նրա հետ, որ մարզպետը ունի մեծահասակ մայր, իբրև միակ խնամողն է, ուզում եմ ուղիղ եթերով նորից կրկնել, հիշացնել, որ դա այդպես չէ, որովհետև մարզպետ ունի եղբայր, հարևանները ասել են, որ նույն բակում երկրորդ տանը եղբայրն է ապրում մամայի հետ, մարզպետ ունի չափահաս տղաներ, որոնք կարող են իրենց տատիկին խնամել, մարզպետ ունի կին, որը կարող է իր սիրելի սկեսուրին խնամել, եւ ուղղակի աբսուրդային է այն, որ մարզպետը մամային խնամելու համար իր պատիժը չպետք է կրի այնպիսին, ինչպիսին պետք է, որովհետև մենք չգիտենք մարզպետը մի օր էլ իր աղունիկների համար ինչ կարա անի մամային եւ այլն։ Երկրորդը, ուզում եմ հիշեցնել, որ Արամուսում օրեր առաջ տեղի ունեցած 4 սպանության հեղինակը հարևանների հետ մենք խոսել ենք եւ հարևանները պատմել են, որ դեռ վաղ տարիքից այդ մարդը կենթանիներ է սպանել, խեղել։ Այսինքն մենք տեսնում ենք այդ տենդենսը, որ կենթանիների վրա պարապած մարդը հետո որոշակի տարիքում նաև արդեն անցնում է մարդկանց, որովհետև կենթանիները արդեն հետաքրքիր չեն եւ մեր պայքարը կատվի կամ շան պայքար չի։ Մեր պայքարն է, որ մենք մանյակների հետ չապրենք, որովհետև այսօր շուն ու կատու են, վաղը լինելու են անչափահաս մանկահասակ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ։ Եվ պետք է նման մարդիկ պետք է պատիժ կրեն։ Իսկ հիմա եթե ավելացնեմ, մի բան էլ ասեմ, ես հենց այդ բառի, որ առաջացային դատարանը որոշել որ մարզպետ իր մորն է խնամում, հիմա կրակնենք ընկե որ կատուն լեզուչունի չի խոսում, կատուն է աղունիկը վերցել էր տաներ իր հիվանդ մորը տար կամ իր հիվանդ ձագերին։ Սա ինչ է նշանակում։ Այդ մորը երևի թե որ նման ծնունդ է բերել, լավ կլներ ինքը ծնած չլներ, էլի։ Հիմա ես ուզում եմ որ հեսա դնելու ենք սա, ում ներվերը կհերիքի, թող նայեն, մատ տեսնեն թե ինչ ա, ես չեմ կարողացել մինչև վերջ նայել։ Քանի որ մենք չունենք այդ իրավունքը դատարանում սա ցույց տալու, խնդրում եմ։